Ողնյալ Տերը, շնորհակալ ենք մեր Աստծուց, իր մեծ ողորմությունն է, որ հնարավորություն ունենք իրար հետ հավաքվել։ Բայց մենք գիտենք, մեր հավաքվելը առաջի հերթին Տիրոջ հետ է, Տիրոջ ներկայության մեջ է, եւ սա մեծ իրոք հաջողություն է, որ Տերը իր ժողովրդի մեջ ներկա է։ Եվ ներկա է իր բարի օրհնության ծրագրերի համեմատ։ Խոսքը, որ այսօր պիտի ես ձեզ ներկայացնեմ, այսպես են վերնագրել Քրիստոսի մարմնից անջատները։ Մարդիկ, որոնք Քրիստոսի մարմնի անջատ են։ Առաջի տպավորությունը, որ իրանց ասենք նայես, քեզ կթվա, թե իրանք Քրիստոսի մարմնից են։ Քրիստոսի մարմինը որ կառույցն է, եկեղեցին։ Խոսքը եկեղեցու մասին է։ Բայց իրականության մեջ չափանիշներ կան, բացահայտման, ցենց հայտնի անող սուրգրային բաներ կան, որ ցույց է տալիս իրոք այդ մարդը մարմնից է, թե մարմնից անջատ է։ Թեկուզ եկեղեցի է գալիս, գնում, ասենք հավաքույթների է մասնակից, բաներ կա, որ ցույց է տալիս ինքը իրոք մեկացած է Քրիստոսի ժողովրդի հետ, Քրիստոսի հետ եւ Քրիստոսի ժողովրդի հետ, թե անջատ է։ Վայ նրան, եթե անջատ է, որտեղ մենք գիտենք Քրիստոսը պիտի գա, եւ եթե եկեղեցու մեջ չեղենք, եկեղեցու հետ միասին այդ բաժնին չենք արժանանալու, որ եկեղեցու համար որոշված ծրագիր կա, Տերը պիտի գա իր հարս եկեղեցու ետևից։ Շատ ժամանակ շատ բաներ կան, որ ասենք ասած բացահայտվում այն ժամանակ, երբ որ շարժվում է։ Ասենք գնաց կա, վագոնները իրար հետ կպած են։ Եթե երկու վագոն իրարից անջատված են, կանգնած ժամանակ տպավորությունն է, որ մի ամբողջություն է դա, չէ՞։ Մի ամբողջ գնաց կա։ Հենց սկսեց շարժվել, երևում է, այն մասը անջատված էր, նրա հետ հաղորդ չէր։ Ես ուզում եմ նախ Հովանու ավետարանից մի համար բերեմ 17-րդ գլխից, սա Տեր Հիսուս Քրիստոսի, գիտեք, աղոթքներ հորը, մենք գիտենք, Տերը շատ աղոթքներ է արել, Սուրբ Գիրքը ասում էր, որ նա բարձրանում էր սարը, չէ, առանձնանում էր եւ աղոթք էր անում։ Լինում էր, որ ամբողջ գիշեր էր աղոթք անում։ Այսինքն աղոթքը Տիրոջ ասած կյանքի աստվածապաշտության կարևոր մաս էր կազմում, բայց հետաքրքիր է, որ Տիրոջ արած աղոթներից քիչն է, ոնց որ ասած, թեման գրանցվել մանրամասնություններով, թե կոնկրետ ինչ էր խոսում Տերը իր հոր հետ, ինչ էր աղոթք անում, ինչ էր խնդրում։ Ընդհանուր ասում է, որ այո, նա շատ մեծ, շատ, ասած ասած, խտացված, հագեցված աղոթքի կյանքով ապրող անձնավորություն էր։ Կատարելապես Աստծո հետ հաղորդ մեկ եւ նրա հետ նրա իր աղոթներով նրա հետ հաղորդ նաեւ։ Եվ 17-րդ գլխի ամբողջ գլուխը, եթե հիշում եք, հենց խոսում է Տիրոջ աղոթքը, ոնց եթե ասենց ասեմ, այս աղոթքը գրվել է, ոնց որ ասած փաղագծերը բացվել է, թե կոնկրետ Տերը ինչ էր խնդրում հորը, նշանակում է սա շատ կարևոր էր մեզ համար։ Հովանու 17-րդ գլուխ 9-10 խոսքերը։ Ես նրանց համար եմ աղաչում, ոչ թե աշխարհի համար եմ աղաչում, այլ նրանց համար, որ ինձ տվիր, որ քոնն են։ Եվ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, եւ ինչ որ քոնն է, իմն է, եւ ես փառավորված եմ նրանցում։ Ախ Տերը աղոթք էր անում եւ առաջի հերթին տեսանք իր աղոթքը այն մարդկանց համար էր, ովքեր որ Աստված Քրիստոսին էր տվել եւ նրանք հավատացել էին, որ ինքը Աստծո որդին է, ինքը Աստծո մեսիան է, փրկիչն է եւ հոժարվել էին, որպեսզի նա իրանց կյանքի մեջ առաջնորդի, թագավորի։ Ասում է նրանց տվեցին, նրանք ինձ ընդունեցին, հավատացին եւ ասում է նրանց համար ես աղոթք եմ անում։ Նրանք հավատացին, ասում է որ դու ուղարկեցիր ինձ, քեզանից դուրս եկա եւ ուղարկեցիր ինձ։ Ասում է նրանց համար եմ աղաչում, ոչ թե ամբողջ աշխարհի համար, ինչ է եւ խոսում նրանց համար, որ ասում է նրանք որ քոններ ինձ տվիր։ Եվ այսպեսի մի բան ասում, որ սրա վրա կուզեմ կենտրոնանանք, ինչ որ իմն է, բոլորը քոնն է, եւ ինչ որ քոնն է, բոլորը իմն է, ես փառավորված եմ նրանց։ Այսինքն Տերը խոսում է նրա մասին, որ այն ինչ որ նախ իրանն է, բոլորը ոնց որ ասած Աստծուց է, հորիսն է, նրանն է։ Այսինքն ոչ մի բան չկա, որ Քրիստոսը ինքը իր համար
ոնց որ ասած Աստծուց անկախ, որ իր նպատակին ծառայեցնող որևէ մի բան իր կյանքում։ Ամեն բան Աստծո համար է, ամեն բան Աստծուն էր պատկանում։ Եվ մենք տենց էլ տեսնում ենք նվիրված, նվիրաբերված, ընծայված բոլորովին ամեն բաներում, ասենք ասած Աստծո փառքը փնտրելով, Աստծո համար ամեն ինչ ծառայեցնելով, այդպիսի մի կյանք էր Քրիստոսի կյանքը։ Ինքը, ասենք ասած իր սեփական, անձնական, Աստծուց անկախ, իր անձնական, ասենք ասած առանցին ծրագրերով, նպատակներով կյանք չուներ։ Բոլորովին Աստծո համար էր, հոր համար էր իր անելը, իր խոսալը, իր գործելը, որևէ տեղ գնալը, որևէ բան ընդունելը կամ մերժելը, ամեն բան թող հոր կամքը լինի, այդպես էր։ Եվ վերջում էլ գիտեք, իր խաչվելը հենց այդպես էր, թող քո կամքը լինի, Հայր, ոչ թե իմ կամքը, այո, այդպես էր։ Եվ նաև ես ասում, բայց ոչ միայն իմ ունեցածն է քոնը, Հայր, այլ նաև ինչ որ քոնն է իմն է։ Այսինքն քո ամեն բաները, որ քեզ է վերաբերվում իմ Հայր, ես ասենք ասած որպես իմն եմ տեսնում։ Ինձ հարազատ, ինձ թանկ, ինձ համար մեծ, ինձ համար կարևոր, ինձ համար գլխավոր, արժեքավոր, մեծ բան ինձ համար։ Այսինքն ես ասենք ասած այդ պատկանելությունը հասկանում եմ, որ քո հետ կապված բաները ես դրանց հետ ոնց որ ես դրանք պատկանում են նաև ինձ, ես դրանք ինձ համար շատ կարևոր թանկարժեք բաներ են։ Եվ տեսնում ենք Սուրբ Գրքում նկարագրված է բաներ Քրիստոսի կյանքը, որ Տերը իրոք, ասենք ասած, այն ինչ որ հորն էր վերաբերում, հոր անունն էր կանչված, հոր հետ կապված էր, իր համար շատ կարևոր էր ու շատ թանկ էր։ Հենց նոր մի քիչ առաջ ասեցի, Աստծո նպատակն ու ծրագիրը, փրկության ծրագիրը։ Աստված իր ծրագիրը դրեց, որպեսզի մարդկությանը փրկի։ Քրիստոսը կողք քաշվող, պասիվ, անտարբեր մեկը չգտնվեց։ Դա քո ծրագիրն է, իր համար կարևոր էր վերջ, իր համար թանկ է, բարձր է, համար առաջին է։ Եվ ասում ահա գալիս եմ քո կամքը կատարելու ով Աստված։ Եվ գիտեր ինչ էր, ուր էր գնում, ինչի համար էր գնում, չէ՞։ Այսինքն սա քո ծրագիրն է, իմ ծրագիրն է դառնում վերջ։ Ինչ որ քոնն է, իմն է։ Իսկ քո սերն է մարդկանց նկատմամբ, քո նպատակն է մարդկանց համար այս բանը իրականացնել, մյուս իմ նպատակն է դառնում, իմ փափակն է դառնում։ Վերջացավ, եթե քոնն է, իմն է։ Այս մեկությունը կար հոր եւ որդու միջեւ, եւ եթե Հովանու 17 գլուխը կարդացել եք, ինքը հենց աղոթք էր անում, այս աղոթքն էր անում, Հայր, այն մեկությունը, որ ես ու դու ունենք, չէ, ասում է, նրանց մեջ լինի, նրանք իմ հետ եւ քեզ հետ մի այդ մեկության մեջ գտնվեն։ Այսինքն նույն մեկությունը նաեւ ինքը աղոթք էր անում իր ժողովրդի համար։ Մեկ լինենք, ինչպես Հայր, ես ու դու, նենց էլ նրանք մեր հետ մեկ լինեն։ Ինչպես, տեսեք, չափանիշը որն է, ասենք ասած, ոնց որ կոնկրետ ինչպիսի մեկություն պիտի լինի, ինչպես հոր ու որդու մեկությունը։ Այդպես է աղոթքանում մեր Տեր Հիսուս Քրիստոսը նույն 17-րդ գլխի հաջորդ համարներում չկարդամ, դուք գիտեք, կարդացրեք, որ այն, ասենք, մեկության չափը այդպես լինի։ Այսինքն հետևաբար սա ինչ նշանակում, որ նմանապես մերն էլ պիտի այդպես լինի, ինչ որ քոնն է Տեր իմն է, ինչ որ իմն է քոնն է։ Ինչ որ իմն է, ես հոժարակամ հանձնել եմ քեզ։ Ինչ որ իմն է քեզանից է, մնացածը ես մերժում եմ, ինչ որ քեզանից չի։ Եվ ինչ որ քոնն է, ես այդտեղ ինձ ոնց որ ասած պարտավորված եմ տենում, քո հետ կապված բաները ինձ է վերաբերվում։ Քրիստյանից եղած բաները իմ համար կարևոր են, թանկ են, բարձր են, մեծ են։ Ոչ թե ես օրինակի համար, ասենց ասած, ընդհանրապես կապ չունեմ կամ էլ թե չէ, ինչ որ հարցերով եմ մենակ Քրիստոսի հետ կապված։ Բաներ կան, որ Քրիստոսի հետ է կապված, ես դրանց կարծես թե անտարբեր, անհոգ, բայց sense մարդիկ կան։ Քրիստոսի հետ կապված բաների մեջ անհոգ, անտարբեր, կողք քաշված, պասիվ։ Տեր Հիսուս Քրիստոսի համար խոսում է, որ օրինակ մի օրինակ եմ ես հիշեցնում, Հովանու 2-րդ գլուխ 13-ից 17-ում խոսում է, թեպետ երկու անգամ այսպիսի բան եղել, սրանից հետո Հիսուսը եկավ Կափառնայում, ինքը եւ իր մայրը եւ եղբայրները եւ աշակերտները շատ օրեր չմնացին այնտեղ 13-ից։ Եվ հրեաների զատիկը մոտ էր եւ Հիսուսը ելավ Երուսաղեմ։ Եվ տաճարում գտավ եզներ եւ ոչխարներ եւ աղավներ ծախողներին եւ սեղանավորներին նստած, եւ չվանից խարազան շինեց եւ ամենին տաճարից դուրս հանեց,
ոչխարներն էլ, եզներն էլ, սեղանավորների պղիզները ցրեց եւ տախտակները կործանեց։ Եվ աղավնի ծախողներին ասեց. դրանց վեր առեք այստեղից, իմ հոր տունը մի շինեք առևտրի տուն։ Եվ նրա աշակերտները հիշեցին, թե գրված է. քո տան նախանձը կերավ ինձ։ Տեսեք, Տիրոջ, ասենց ասած, նախանձը, այսինքն թասիբը, ջատագովությունը, անհանգստությունը, սերը, ջերմեռանդությունը, այն ինչ որ հոր հետ է կապվում, Աստծո հետ է կապվում։ Դա իր համար շատ կարևոր էր։ Եվ ինքը երբ որ տեսա, որ այն տաճարը, որի վրա Աստծո անունն է կանչված, ու այդ տաճարը նպատակով է Աստված հաստատել, թեկուզ գիտեր, ինչ որ ժամանակ հետո, մի փոքր ժամանակ հետո գիտեք, այդ նույն տաճարը պիտի քանդվեր։ Այդ նույն տաճարը իր ոնց որ ասած նպատակը, ինչ որ նպատակ է դրված, վերջանար այդ տաճարի վրա։ Բայց միևնույնն է, Տերը, երբ որ տեսա, որ այստեղ այն տունը, որ Աստծո տուն է կոչվում, եւ պիտի նպատակով ծառայի աղոթքին, դարձրել են առևտրի սրահ, տարբեր տեսակ առևտուրներ էին անում։ Անասուն էին ծախում, փող էին փոխում, աղավն էին ծախում, դե գիտեք, տոներ, տոնի ժամանակ էլ զոհաբերություններ էր արվում, որտեղ հենց այդտեղ տաճարի մեջ տեղ էին հատկացրել, փաստացի, առևտրի տեղ են հատկացրել, որ այդ զոհաբերության համար այդ կամ այդ նվիրատվության բաները տեղից գնվի։ Տարբեր տեղից էլ մարդիկ էին գալիս, որտեղ խոսում էր, խոսքը սենց էր, չէ, ամեն արու տարին 3 անգամ Աստծո առաջին գա, չէ, Երուսաղեմ գա։ Ուզի իրանք լինեն օրինակի համար եվրոպական մի հատ երկրում, որտեղ իրանք գիտեք, նաև ծվրված էին։ Նրանք պիտի գային։ Այնտեղից գումար էին բերում, այդ գումարը եւ այնտեղ փոխանակում են, որ տեղի գումարը լիներ եւ այլն, սենց։ Եվ այս վիճակն էր, բայց Տերը նախանձավորություն ունեցավ, տեն մենք ասում ենք, ինքը բարկացավ, ինքը չհանդուրժեց, որպեսզի այս անարգել են Տիրոջ տունը, անպատվել են Տիրոջ տունը, փոխել են նրա նպատակը, ավազակների բուն են դարձրել, ինչպես այստեղ մեկ ուրիշ տեղ ասում, այստեղ ասում առևտրի, չէ, տեղ են դարձրել։ Տիրոջ սիրտը վառվավ դրա Աստծո փառքի համար, որ այն ինչ որ պիտի Տիրոջ Աստծունն է եւ Աստծո նպատակով պիտի ծառայի Աստծո կամքի պես փոխվել է, անարգվել է, անպատվել է։ Եվ ասવા ինքը խարազան սարքեց չվանից եւ բոլորին հանեց։ Եվ դուրս հանեց եւ մաքրեց եւ աշակերտները հիշեցին, թե գրված է. քո տան նախանձը կերավ ինձ։ Այսինքն ինչու էր ինքը այդքան նախանձավոր, այդքան վառված սրտով, անհանդուրժող այդ ոտնաձգություններին, Աստծո անունի հետ կապված բաների հետ կապված, կանգնող, պայքարող, որովհետև Աստծո անունն էր այնտեղ կանչված։ Նույնիսկ եմ ասում, դա մի տաճար էր, որ շուտով քանդվելու էր։ Ու դու գիտեք, ինչ որ մի քանի տասնյակ տարիներ հետո դա քանդվեց ու մինչև հիմա չի էլ վերականգնվել։ Դա թույլատրությունն էր ասում, բայց միևնույնն է, քանի կար, եւ դեռ իր նպատակին ծառայում էր, Տերը նախանձավորությունն էր, իր սիրտը վառված էր դրա համար, իմ հոր տունն է, իմ Աստծո տունն է, եւ այսպես պիտի չլինի։ Եվ տեսնում ենք, որ Տերը հենց իրոք ոնց որ ինքն էր ասում, հայր ինչ որ քոնն է, իմն է, այսինքն քո ունեցածը իմ համար շատ կարևոր է, շատ թանկ է, մեծ արժեք ունի, ես շատ ուշադիր եմ, ես նախանձավոր եմ, իմ սիրտը տաք է, ջերմ է, վառված է, իմ սիրտը ցավում է քո ունեցածի վրա, ես չեմ կարող անտարբեր լինել, սենց ուրիշ խոսքերով, անոք գտնվել, կողք քարշված լինել, տեսնելով որոշ բաներ կապված քո հետ կապված որևէ մի բանում։ Նմանապես տեսնում ենք Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ այս բանը հատվածը, որ բերված է, ասենք, այստեղ, որ ասում է հիշեցին գրվածքից, այս գրվածքը, ասեմ դες 69-րդ Սաղմոսն է, 6-րդ գլուխ, բայց այնտեղ ավելի հետո մի բան է ասում, որ այդ էլ օրինակ դրա հետ այս հատվածում, այսինքն այս քո տան նախանձը կերավին, սրա հետ միասին էլի բան է ասում, կուզեմ, որպեսզի այդ հատվածից կարդամ, բայց այդ նույն հատվածը ինչ որ ավելին հիմա ես պիտի կարդամ, Հռոմեացիս 15-րդ գլխում է գրված, կուզեմ էդի կարդամ ձեզ համար, 15-ի հիմնականում 3-ն է, բայց ես 1-ից կարդամ։ Սա մենք որ զորավոր ենք, պետք է տկարների տկարությունը վեր առնենք եւ միայն մեր անձերին հաճո չլինենք։ Ապա մեզանից ամեն մեկը թող հաճո լինեն կերին դեպի բարին
շինության համար, որովհետև Քրիստոսն էլ ոչ թե իր անձի համար հաճո եղավ, այլ ինչպես գրված է, քեզ նախատողների նախատինքը ինձ վրա ընկավ։ Տեսնում եք, քեզ նախատողների նախատինքը ինձ վրա ընկավ։ Այս հատվածը գրված է հենց Սաղմոս 69-ի 6-ում, այն բանի համարի շարունակություններ, որ ես կարդացի, քո տան նախանձը ինձի գերավ եւ ասում է քեզ նախատողների նախատինքը ինձ վրա ընկավ, այսինքն այդ քո տունն էին անարգում, սրանով քեզ էին նախատում այս անպատվում, որտեվ քո տունն էր անարգում, այն տունը, որի վրա քո անունն էր կանչված, այդ նախատինքը ին վրա ընկավ, այսինքն ես դա համարեցի, որ ինձ են նախատում, ինձ են անարգում, իսկ ես ինչու, որովհետև Քրիստոսը հոր հետ մեկ էր, ինչ որ հորն էր, իրանն էր, այդ մեկության պատճառով տարբերություն չկա, հորը արած, թե իրեն արած, այդ մեկությունը մենք շատ ժամանակ հասկանում ենք այն միջավայրերում կամ այն, ասենք, մարդկանց հետ, որոնց հետ այդ մեկությունը կա, ընտանիքի անդամներ, շատ ժամանակ այնպես չի, որ մարդը մենակ իր հետ կապված նախատինքն է, իր նախատինք համարում, իրան անարգեցին, իրան անպատվեցին, իրան հայոյեցին, մենակ դա է համարում, չէ, իր քրոջը արեցին, իր եղբորն արեցին, իր հորը արեցին, իր մորը արեցին, հավասար ձևի ինքը ընդունում, որ դա իրան արեցին, եւ դա նորմալ է, աննորմալ այն է, որ ինքը չընդունի, այդ դեպքում իր համար ցույց է տալու, որ դրանք իր համար այդ մարդը, այդ անձերը իրանց համար կարևոր չեն, թանկ չեն։ Ես իրանց հետ մեկություն չունեմ, մեկությունը միշտ բերում է նրան, որ ինչի ում հետ մեկ ես, ինչ հարցերում մեկ ես, նրա հետ կապված բաները, նրա հետ ասենք եղած բաները դու քո վրա ես առնում, որովհետև մեկ ես, տարբերություն չես տեսնում։ Եվ ստեղ ես ասում, ինչպես որ Քրիստոսն էլ այսպես վարվեց, մեզ էլ ասում է իրար համար էլ այտենց վերևում կարդացինք սա, եթե մեկը զորավոր է, մյուսը տկար է, այն զորավորը թող տկարի տկարությունը վեր առնի, այսինքն ինքն է տկար, դու պետք է այդ անձի հետ մեկացած լինելով Քրիստոսի նման, նրա տկարությունը քո տկարություն համարես, եւ եթե դու օգնելու կարողությունն ես, զորավոր ես, նրան օգնես, ոնց որ ասում է Քրիստոսը, գրած է, քեզ նախատողների նախատինքը ինձ վրա ընկավ, այսի Հիսուսի խոսքերն է, եւ ստեղ հենց դա այդ հարցն է կատարում, բայց հենց սա է ցույց տալիս, այսինքն երբ որ ասում ենք մեկ ենք, միացած ենք, կցված ենք, հաղորդ ենք, ձուլված ենք, Աստծո հետ կլինի, մարդկանց հետ կլինի, կառույցի, Քրիստոսի կառույցի հետ կլինի, դա պիտի երևա։ Հիսուսը իր կյանքով ցույց տեց, որ իրոք մեկ է։ Ինչպես վարվեցին Աստծո հետ, ինքը դա համարեց ոչ թե դե Աստծո հետ եմ վարվում, իմ հետ չեմ վարում, չէ, համարեց հենց իր հետ վարված եւ պատասխան տվեց, գործ իրականացրեց, ցույց տվեց, ասում է, քո տան նախանձ ընձի կերավ։ Ես վարված եմ քո տան համար, որովհետև դա քո տունն է։ Դու պիտի այդտեղ փառավորվես, ասում է, եւ ես ամեն ինչի մեջ եմ, ասում է, նրանցով փառավորված եմ։ Եվ այսպես պիտի լինի, ստեղը նորից եմ ասում, Հովհաննես 17-րդ գլխի մյուս հատվածում ասում է, այդ մեկությունը ինչպես իմ ու հոր միջև է, իմ ժողովրդի մեջ պիտի լինի եւ մեզ հետ պիտի լինի։ Նաև այս բանը խոսես այն մասին, որ այո, նախատինք լինի, թե փառք պիտի լինի, մենք մեկացած պիտի լինենք դրա մեջ։ Այդպես է խոսում նաև Տիրոջ խոսքը Կորինթացիների թղթում, առաջի Կորինթացիս 12-րդ գլուխ 25-27 խոսքերը, երբ որ ներկայացնում է Քրիստոսի եկեղեցին որպես Քրիստոսի մարմին եւ մարմնի միասնականության մի մարմնին կպած լինելու, միասնական լինելու մի հատ, ասենք, բանն է ցույց տալիս։ Եթե մարմինը ինչ է ներկայացնում, ասում է, որ մարմինի մեջ տարաձայնություն չլինի, այլ որ անդամները իրար համար նույն հոգսը ունենան, եւ եթե մեկ անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են։ Եթե մեկ անդամը փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են։ Ուրեմն այստեղ խոսում է, որ Աստված մեկացրել է իր ժողովրդին իր հետ, Քրիստոսի հետ եւ Քրիստոսով նաեւ միմյանց հետ։ Եվ այդ մեկությունը երևում է սրա մեջ, որ իրոք նրանք ձուլվել են, մեկացել են, մեկ մարմին են իրար հետ եկեղեցի են, էսա որ այն ասած ասած փառքը, ուրախությունը, որ որևէ մեկի միջոց, մեկի վրա կա,
մեկի համար կա, ամբողջ մարմինը դրա մեջ մասնակից է։ Ճիշտ է նաև հակառակը, եթե ասենց ասած մարմնի հետ կապված կա ուրախություն, դու որ մարմնի անդամ ես, նրանով ուրախանում ես։ Եթե մարմնի հետ կապված կա անարգանք, անպատվություն, ցավ, տխրություն, մարմնի հետ է կապված, գուցե անձամբ ասենց ասած անմիջապես քո հետ չի, քո հետ կապված չի, բայց դու այդ մեկության պատճառով նույն անարգանքի մեջ ես քեզ տեսնում, անպատվության, ցավի, տրտմության, ցուքի մեջ ես քեզ տեսնում։ Էսի մեկ մարմնի մեջ գտնվելու, մարմնին հաղորդ լինելու մի հատ բացահայտում է։ Եթե ես չեմ ուրախանում կամ չեմ տրտմում, եթե ես ասենց ասած չեմ անհանգստանում, չեմ ցավում, երբ որ կա հարցեր մարմնի հետ կապված, ուրեմն ես հաղորդ չեմ։ Հասկանում եք։ Պատկերացնում եք, երբեք դուք ինչ որտեղ սենց ասեմ, ձեր մարմնի մեջ ցավ չեք զգա, եթե ես իմ ձեռը ցավեցնեմ։ Բայց իմ մարմինը իմ ձեռից ամբողջը ինչ կանի, կզգա այդ ցավը։ Այդ ինչից է գալիս, որտեղ ես ձեռքը ես մարմնին է հաղորդ։ Ձեր ձեռքը մարմնին հաղորդ չի կամ ձեր որի բան։ Դրա համար իմ ցավից ոնց որ ասած ձեր ձեռը չի ցավա, բայց այս ձեռքի ցավից ամբողջ մարմինը կցավա։ Այսինքն այն մարդ բանը անձը, որը հաղորդ է եկեղեցու Քրիստոսի մարմնին, նա անպայման Քրիստոսի մարմնի հետ կապված հարցերի մեջ, ասենք ասած մեկացած է, ուրախություն կա այդ ուրախության մեջ է, ցավ կա այդ ցավի մեջ է, անարգանք կա այդ անարգանքը իրանն է։ Ինքը ցույց է տալիս, իր մոտ արտահայտվում է այդ բանը։ Բայց մարդիկ կան, ես դրա համար եմ այսպես վերնագրել, որ Քրիստոսի մարմնից անջատներ։ Այսինքն, եթե Քրիստոսի մարմնին ցավցնում են, հարվածում են, անարգում են, անպատվում են, ու որևէ մեկը դրանից ցավ չի քաշում, ուրեմն ինքը օտար է։ Ինքը այդ մարմնի մեջ չի, էսի բարձ բացահայտում է ժողովուրդ ջան։ Ինքը տեղից չի։ Եթե այդ մարմնի մեջ լիներ, այդ ցավը իրան էլ կհասներ։ Ոնց որ ստեղ ասեմ, մի բանը, մարմնի մի անդամը եթե ցավում է, չէ, ամբողջ մարմինն է ցավում, այսինքն ամբողջ մարմնի բոլոր անդամները դա զգում են, քաշում են, տանում են, ապրում են դա։ Եթե չեմ ապրում, ուրեմն ես այդ մարմնից չեմ։ Կարող է գալիս եմ եկեղեցի, կարող է ժողովրդի հետ գալիս նստում եմ, հլնում եմ, բայց տեղ կա Սուրբ Գիրքը ասում է ձեր խնջույքների մեջ, չէ, դες մի բան էր ասում, չէ, կարծեմ Հուդա առաքյալը, որ ասում է բան է, ոնց որ ասած ձեր սիրո խնջույքների մեջ են, բայց իրանք իրանց անձերն են արածացնում, ասում է։ Իրանք ձեզանից չեն, թեկուզ ձեր սիրո խնջույքների մեջ են։ Ձեր իրար հետ հավաքվելու ժամանակ մեջ են։ Հիմա էսի մի հատ լավ բան է, ասած ցուցանիշ է կամ հայտանիշ է, որ ամեն մեկս մի հատ քննենք։ Իրոք ես Քրիստոսի մարմնից եմ, ես եկեղեցուց եմ։ Եթե հա ուրեմն եկեղեցու մեջ եղած անհանգստությունները, ցավերը, դարդերը, տագնապները, ուրախությունները, աշխատանքները, ծրագրերը, սրանք իմս պետք է լինեն, ինչ որ քոնն է իմն է։ Նախատինք կա եկեղեցու վրա, այս նախատինքը իմս պետք է ես տեսնեմ։ Եթե ես այդ նախատինքը չեմ տեսնում, որտեղ նախատեցին ու շատ նախատեցին ոմանք, դու գիտեք։ Մինչև հիմա էլ նախատում են, չարություն խոսելով, բամփասելով, հայոյելով, ատելություն սերմանելով, պատրաստ սենց ասած, ամեն օրվա սենց նույն էներգիայով ու նույն բանով, տեմպով ոնց որ չի թուլանում, տարիները անց է չի թուլանում։ Այն օրը մեկի համար լսեցինք, ուզում է գա եկեղեցի, բան է ման գալիս, Աստված սրտի հետ գործել է, ուզում է գա, ոնց որ ասած, Տիրոջ խոսք լսի, ուզում է այստեղ գա, հենց այդ մարդկից դնում են սկսում են անարգել, անպատվել, գնում է Եհովայի վկաների մոտ։ Ուղղակի Աստված ողորմություն անում, ընդեղից էլ է դուրս գալիս։ Բայց ինքը ուզում է գա այստեղ։ Բայց ոմանք ասում են, անպատվում են եկեղեցին, դե սուտ են խոսում, խաբում են, չգնաք։ Բայց ամբողջ հարցը գիտեք ինչ է։ Այդ նույն անպատվողները, որ հենց այդպես գայթակղում են, այդ նույն անպատվողների հետ մեզանից մարդիկ կան, հանգիստ շփվում են, հաղորդակցվում են։ Այսինքն ինչ նշանակում, եկեղեցին անպատվեցին, հայեցին, անարգեցին, նախատինք տվեցին, ինքը չի նայում, որ դա իրան են արել։ Ինքը նայում է, ինչ որ մարդկանց են արել, եկեղեցուն են արել։ Գուցե նայ
եղբայրներին են արել, առաջնորդներին են անում։ Չէ, իրանք բոլորին են նախատել են։ Մարդիկ են ասել են, չենք էլ ուզում այդ եկեղեցի, համարում ենք այդ եկեղեցուց չենք էլ եղել։ Բոլորն էլ սենց են։ Թեպետ եթե անգամ մենակ առաջնորդներին անեն, ձեզ են անում դրանով։ Ում եք եկել լսում։ Ըստ այդ նախատողների S վատ մարդկանց, որ ասում է, եթե կույրին առաջնորդի, երկուսն էլ փոս են գնան, դուրս է գալիս դուք ավելի բան եք։ Տենց է, այսինքն ձեզ ավելի են անարգում, մեզ անարգելով։ Մեզ ցավալի է, մարդիկ հանգիստ սիրուն, հետները շփվում են, հաղորդակցում են, սրուցում, քայլում, բարև, ջանուջիկ իրարից հարցնում։ Թեպետ գիտեք, եկեղեցու մեջ Աստծուց հատուկ առաջնորդություն է եղել, քանի հայտնություն է եղել, որ էսի շատ վտանգավոր է։ Նրանց վրա ոգի է ազդում, նրանք ներգործության տակ են, չարի առաջնորդության տակ են։ Եթե իրանք չարի առաջնորդության տակ չնային, շուտվարից պակասել էր իրանց այդ բանը, ասենց ասած, ջանքն ու եռանդը այդ ուղղությամբ։ Նրանք չեն էլ կարա չանեն, որտեղ իրանց վրա եղած դևերը չեն թողում, որ չանեն։ Իրանք չեն կարա ուղղակի չանեն։ Պետք է անեն ու նույն բանը, ու անում են նույն զորությամբ։ Բայց ամբողջ հարցը էսա, այդպիսի մարդիկ, որ ասեցի, հենց հանգիստ շփվում են, կարանք ասենք, որ իրանք եկեղեցու հետ են։ Եթե ասենք, սուտ խոսացած կլինենք։ Իրանք եկեղեցուն այդպես այն մարդիկ ցավ են տվել, մեզ ցավ են տվել։ Նախատինք են տվել, եթե դու մեկ ես այդ եկեղեցու հետ, այդ մարմնի մեջ ես, դու այդ ցավը պետք է զգայր, դա քո ցավը պետք է դառնար։ Դա քո պատերազմը պետք է դառնար, քո պայքարը պետք է դառնար։ Եկեղեցուն տված նախատինքը իմ նախատինքը պետք է լիներ։ Ես նախանձավոր թասիբ պետք է քաշեի։ Անթասիբ մարդիկ են։ Ավելի ճիշտ անթասիբի հարց չկա, իրանք թասիբ ունեն մեզ այն նրանց նկատմամբ, ովքեր քո համար թանկ են, կարևոր են, ասենց ասած դու դոշ ես տալում իրանց համար, ջերմ ես, տաքը սիրտը, ցավում է իրանց համար, եթե մեկի համար չի ցավում, մեկը քո համար կարևոր չի, դու երբեք իր թասիբը չես քաշի, ինչ կանեն։ Ատենց է դուրս գալիս։ Բայց ոչ միայն դա, մարդկան օրինակ տարիներ առաջ, հիշում եմ, ահագին տարիներ առաջ, այդ այն փայտից աթոռներն էր, չէ՞ տեղ դրված, որ են դրսում է դրված։ Այդ փայտից աթոռների վրա սիրուն փորա գրել էր, բաներ էր գրել։ Եկա չափահաս մարդ, եկեղեցու անդամ։ Ասում եք, «Քրիստոս բան արել»։ Դա ասում են, բանով ընկա արեցի, էլի, այ քեզ բան։ Ինչ որ Հիսուսինն է, Իրանը չի, ինքը իր տան աթոռների վրա չէր դնի փորա գրի։ Իր տան աթոռները շատ սենց պինդ կպահեր, շատ ուշադիր։ Բայց այն որ Տիրոջն է, իր համարը չի, ինքը, դա գիտեք ինչ է ստալու, ինքը Տիրոջ հետ մեկ չի։ Էսի ցուցիչ է, փոքր բան այրեմ, դե մարդը կարող է դրե խզբզել, հիմա փորել է, մի սենց մտածես, չէ։ Էսի չուտա տալիս իր սիրտը որտեղ է, ինչն է իր համար կարևոր ու թանկ։ Շատ ժամանակ մարդիկ բաներ են արել եկեղեցու մեջ, շատ է տենց զրույց խոսակցություն եղել։ Հատկապես Միլազախբերը էս հարցրել։ Քո տանը որ լիներ այս հարցը, քո տան հետ կապված, քո ունեցված, սենց կանեիր։ Մտածել են անկեղծ են գտնվել, ոմանք ասել են չէ։ Վախի ես այս տանը սենց անում Տիրոջ տանը։ Որտեղ Տիրոջ տանից պետք է լինես, որ Տիրոջ տանը անես, այտենց չանես։ Եթե քո տանը անում ես, պատճառ կա, դի քո համար կարևոր է, թանկ է։ Դի, ոնց որ ասես քոնն է, պատկանելիության հարց կա։ Էսի քոնը չի, պատկանելիության հարց չկա։ Այն բանի ժամանակ կար է, սովետի ժամանակ, ասում եմ, նայում էի սովետի ժամանակ այդ կոլխոզ սովխոզները, որ կային կոլեկտիվ ոնց որ այդ տնտեսությունները, որ դե ժողովրդած մեր էդի ոչ մեկինն է, չէ՞։ Թալանում էին, կերում էին, նորմալ չէին գործանում, մշակում, բայց իրանց այգիներին, որ նայում ես, ծաղկում է իրանց այգիները, ընտիր աշխատում էին, որտեղ դա իրանցն էին, իրանցը չի։ Շատ ժամանակ մենք մարդիկան այտենց են մոտենում։ Հələ դու իրա քրոջը, աղբոր ընտանիքի անդամի մի բան ասա, որևէ մեկը, դոշ կտան, կռիվ կանեն։ Բայց եկեղեցուն է որ ասում։ Չէ, չեն ուզում վատամարտն եք, ցույց են տալու, որ մերը չի։ Ինչ չի վերաբերում։ Դե որ քեզ չի վերաբերում, դա դավանությունն է, որ դու այդ եկեղեցուց չես։ Որից երբ որ Տերը գա այդ եկեղեցու հետևից, դու դրա հետ հնարավոր չի որ բաժին ունենաս, եթե չապաշխար ես։ Կամ եկեղեցում ծրագրեր կա, դարդուցավեր կա, անհանգստություններ կա, գործեր կա։ Մարդիկ կան անենց են կողք քաշված, ոնց որ էս ցույց տան, մենք կապ չունենք դրա հետ։
Դե կապ չունես, չես էլ կապ ունենա։ Քո ընտրությունն է դա ցույց տալիս։ Քո պատկանելությունն է ցույց տալիս։ Կապ չունես, ինչպես ես ցույց տալում։ Հոմենակ եկեղեցի գնալով չի կամ եկեղեցու հնարավորություններից օգտվելով չի։ Բայց դու ինչ պետք է անես եկեղեցու համար, Տիրոջ համար, որտեվ այս Տիրոջ տունն է, այսի արդեն այն տունն է, որ հավիտենական տունն է, աչքանդվող տունն է։ Բայց դու ինչ պետք է անես։ Եթե այդ մարմինը գործում է, խիզ դու անգործ։ Եթե այդ մարմինը ծրագիր ունի, նպատակ ունի, աշխատում են, ասած նպատակին հասնել, դու խի մասնակից չես։ Որտեղ է քո մասնակցությունը։ Ինչու դու քո գործերով կզբաղվես շարունակաբար, բայց եկեղեցու գործերը դու չես էլ իմանում եկեղեցում ինչ են շնչում, ինչ են արտաշնչում։ Խիա տենց։ Այս ցուցատալում դու եկեղեցուց չես, այդ մարմնից չես։ Դու ուրիշ տղա քո սիրտը։ Անդեղ էլ կլնես դու։ Այո, եկեղեցուց անջատները, Քրիստոսի մարմնից անջատներ կան, որ մեր հետ են, միասին ենք, հավաքույթը այս այնա, բայց լիքը բաներ կան, որ իրանք էդի ցույց տալու, որ ինք եկեղեցու հետ չեն, մարմնի հետ միախառնված չեն։ Հետաքրքիր է, Պողոս առաքյալը տեղեր կա Սուրբ գրքում, եկեղեցիներ կա, որոնց համար ինքը օրինակ ժողովրդի համար վախենում է։ Անենք Կորինթացներին ինքը գրում է, եթե հիշում եք 11-րդ գլուխն է կարծեմ, չէ, գուցե սխալ ասացի, որտեղ այդ մի խոսքով Կորինթացների թղթում հիշում եք, որ ասում է, ձեզ համար վախենում եմ, որ կգան, չէ, ուրիշ Քրիստոս կքարոզեն, կընդունեք, ուրիշ հոգի կտան, կվերցնեք, ուրիշ ավետարանք խոսանք, կհոժարվեք դրա հետ, վախենում է իրանց համար։ Բայց օրինակ, երբ որ կարդում ենք Փիլիպեցիների թղթի, ինքը վստահությունն է Փիլիպոսների վրա։ Ասում է հաստատ Տերը որ այն ինչ որ սկսել է, էլ չի ասում վախենում եմ կաղա կիսատ բնա, կաղա չհասնեք նպատակին։ Ասում է հաստատ Տերը սկսել է, հաստատ ձեր մոտ էդի հասնելու է իր ավարտին։ Այդ ինչ կար այդտեղ այդ Փիլիպեցիների մեջ, որ Պողոսը տենց վստահությունով էր խոսում, որ ձեզ համար վստահ եմ, Տերը ձեզ կհասցնի, դուք էլ ոնց որ ասած այն ոնց որ դրսևորումն ունեք, որից երևում է, որ հաստատ հասնելու եք։ Եվ կուզեմ կարդամ օրինակ Փիլիպեցիս 2-րդ գլուխ 6-7 խոսքերը, մի քիչ վերևում գոհանում է Աստծուց, փառք է տալիս այդ ժողովրդի համար, ուրախանում է, աղոթք եմ անում, ասում է քեզ համար, ձեզ համար, որ դուք առաջի օրից սկսած ոնց որ հաղորդ եղաք եւ մինչեւ հիմա, բայց ինչին է սա կկարդամ, ասում եմ 5-ից կարդամ։ Եվ ավետանին հաղորդ լինելու համար այն առաջի օրից մինչեւ հիմա Եվ հաստատ համոզված եմ սրան, թե նա, որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Տեսեք, ասում եմ, հաստատ համոզված եմ։ Այս ոնց որ ասած, ինչ որ սկսել է, վերջացնելու է, ինչու։ Ոչ թե այստեղ վստահությունը միայն Տիրոջ վրա էր։ Այդ ժողովրդի հետ կապված նայելով էլ էր ինքը այդ վստահությունը ունենում։ Ոչ թե ուղղակի ասում էր Տիրոջ վրա վստահ եմ։ Այդ դեպքում Տիրոջ վրա վստահ եմ նաև Կորինթացների համար, բայց Կորինթացների, որտեղ նույն Տերն է, Կորինթացների Տերն էր, չէ՞։ Բայց Կորինթացների համար ասում եմ, ձեզ համար շատ եմ վախենում։ Շատ եմ վախենում ձեզ համար։ Սրանց համար չի ասում, որ վախենում եմ։ Ուզում ասեմ նույն Տերն է, նրանց Տերն էլ է Հիսուսը, նրանց Տերն էլ է, բայց նրանց համար վախենում է, սրանց համար ասում եմ վստահ եմ։ Հաստատ համոզված եմ։ Թե նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը կկատարի մինչև Հիսուս Քրիստոսի օրը, ինչպես որ պետք է ինձ մտածել այս բանը ձեր ամենի համար։ Տեսնում եք, ձեր ամենի համար ոնց որ բանը, ոնց որ ասած, ինձ ստիպում է, էսի է ստիպում սենց մտածել, ասում է ինչ է, որովհետև ձեզ իմ սրտի մեջ ունեմ իմ կապանքներում եւ ավետանի ջատագովության ու հաստատության ժամանակ, որ դուք ամենքդ ինձ հետ շնորհքին հաղոտ եղաք։ Այսինքն ավետանի ջատագովության մասն է խոսում։ Ավետանի հաստատության մասին, ջատագովության մասին, այս շնորհքին ամենքդ ինձ հետ հաղորդ եղաք։ Այսինքն գիտեք ինչն էր իր վստահությունը։ Իսկ մի հատ մեզ ժողովուրդ էր, որ Պողոսին նման էր։ Ինչ առումով։ Ավետանի հարցում ջատագով էր։ Գիտեք, Պողոսը ասենց սիրտը վառվում էր Աստծո ավետանի համար։ Հանկարծ միտեղ ավետանը զնձով մի փոքր ծառում են, վրազ անմիջապես էլ չէր նայում ով է։ Պողոս Պետրոսը հիշում եք, չէ՞, ավետարան ծառեց։ Այն որ Գաղատացիների թղթում նկարագրված է, ասում է, բանում էինք, չէ, Անտիոքում էինք, Պետրոսը, Բարնաբասը, որ հրեա էին, բանից հեթանոսությունից, ասենք, եկած Տիրոջը դառածների հետ շատ հանգիստ շփվում, հաղորդակցում, ուտում, խմում էին եւ այլը, տարբերություն չեն տեսնում հեթանոս բան եւ բան։ Հրեա, բայց երբ որ ասում է
Հակոբի մոտից մարդիկ եկան, վախեցան, հետ քաշվեցին, այսինքն սկսեցին չշփվել սրանց հետ, երկրորդ սորտի մարդ հավատացյալ համարել, ոնց որ հրյա եւ այդ բանով էլի։ Եվ ասում է Պետրոսը ասում է ավետարաններ ծռվում այդտեղ, ես էլ իրան ինչ արի Պետրոսին Պողոսն ասում հանդիմանից։ Այսինքն էլ չէր նայում Պետրոսա դեմը ով է, իրոք սիրտը վառվում էր, Աստծո ավետարանա վերջացավ։ Վայ նրան որ կծռեր Պետ Պողոսի առաջին։ Պողոսը լուրջ չէր կարա մնար։ Հանգիստ չէր կարա տաներ, չէր ասի, բեր վատամարդ չլնեմ։ Չէ, Պետրոսին էր իրենց ճակատին տալիս։ Բարնաբասին էր, ասում է, մինչև որ Բարնաբասն նրանց կեղծավորությունով շաղախվեց։ Եվ երկուսն էլ նրանց հանդիմանեց։ Ինչ եմ ուզում ասեմ, կամ հենց գաղատացիների թուղթը հենց ամբողջը դա է։ Այս մարդիկ ասում է, դուք հաղորդ եղաք այդ շնորհքին, որ ինձ հետ միասին, որ կար, ջատագողության շնորհքի մեջ եք, այսինքն դուք իմ նման վառված եք ավետանի համար։ Ավետանի հավատքի կռիվ տվողներ եք։ Եթե միտեղ ավետան է ծռում, այս մարդիկ էլ էին իրենց ուժի չափով, իրենց կարողությունով մասնակից այդ ավետարանի դեմ դուրս եկած ավետանը խեղաթյուրողների պայքարին մասնակից են իրենց չափով։ Չեն ասում, դե ես չեմ կարա, ես ավառակյալ չեմ, ես ավետանից չեմ, ես ինչքան ունեմ, այդքան մտնեմ։ Պետք չի ես հանճարեղ բաներ խոսեմ։ Այն ինչ որ ունեմ, պարզ բաները, դրանցով հակառակվեմ նրանց ում որ բան, գիտեմ որ սրանք սխալ են։ Ինչ եմ ուզում ասեմ, ամենայնպես այս ժողովուրդը նախանձավոր էր Տիրոջ ավետարանին։ Պողոսն էլ ասում է հենց սրա համար վստահ եմ, այն ինչ որ ձեր մեջ Աստված սկսել է, մինչև վերջել կհասցնի։ Իսկն այս հոգուտերը, որ այս վառված Աստծո համար, Աստծո ավետարանը անպայման բան ծեր ասած Աստծո ուզած վիճակը եւ Տեր իր բարձրացնի կհասցնի իր նպատակին։ Աստված օրհնի մեզ, ամենայնպես ես եմ ուզում ասեմ եւ այս վերջերս էլի բաներ եղավ, օրինակ տեն մենք մարդիկ հենց Տիրոջ ժողովրդից հենց են իրանց բան, որ անարգում են Տիրոջ անունը։ Ժողովուրդը շրջապատը մարդիկ խոսում են, երեսով են տալիս, անպատվում են, մեզ են անպատվում, որպես առաջնորդներ։ Մարդ կար օրինակ բաներ արել, քեն էր քշում։ Այդ ում հետ նկատմամբ որ քեն էր քշում, ինքն էլ ինչ ճանաչում է։ Ասել այդ խնկոնակ է սովորցրել, հա որ սպայեք։ Ձեզ էսեն սովորցնում։ Անպատվում են Տիրոջ ծառաներին, Տիրոջ եկեղեցին, բայց շատ-շատերը որ գիտեն դրա մասին, տեղյակ են, իրանք տեղյակ են։ Ոնց որ այդ բանը կա, մեկը չի հանդիմանում։ Բա ուրա Տիրոջ տան նախանձը։ Բայց ուրա այդ ոնց որ ասած նախատինքը որ նրա բերում է, խի դու քո վրա նախատինք չես առնում։ Խի չես տեսնում որ այդ նախատինքը որ անարգում են Հիսուսին, անարգում են Տիրոջ ծառաներին, եկեղեցին, խի դու նախատված չես զգում քեզ։ Ուրեմն այդ մարմնից հեռու ես, բաժին չունես։ Մարդիկ էլ կա ինչ ա լինի, ինչ են անում։ Երբ որ այդպիսիները բռնվում են, պատժվում են, մեկ էլ հերթով գալիս են։ Հա մենք տեսել էինք։ Մենք էլ ենք սենց բան տեսել։ Գիտեք, մի անգամ էլ սենց բան եղավ։ Բա որ տեսել էր, խի չէր աշխատում իր հետ։ Վերջապես եկեղեցում կարգ կա, հեշտ չլինի։ Քո սիրտը չէր ցավ որ Տիրոջ ինքը անենց էր անում, որ շրջապատում հայում էին Տիրոջ անունը։ Խայտարակ էին անում Տիրոջ ժողովրդին ու Տիրոջը։ Չէր ցավում։ Դե որ չէր ցավում, ուրեմն պարզախի չի ցավում։ Դե հաղորդելներ կցավար։ Եթե մեկ լներ կցավար։ Հա, սենց ենք տեսել, նենց ենք տեսել, լավամարդ չենք ուզում, վատամարդ չենք ուզում դառնանք, հա։ Այս բանն արեն, բանն արեն։ Աստված ողորմություն անի, սրանք չափանիշներ են, որ ցույց են տալիս, որ որքանով ենք մենք եկեղեցու հետ մեկ եւ երբ որ Հիսուսը գա այդ եկեղեցու հետ միասին մենք էլ բաժին կունենանք, թե գուցե կգա ժամանակ էդի ավելի ոնց որ բացահայտ ձևով կերեვა, ոնց որ ասացի, որ բաները շարժվում են, վագոնները այդ գնացքը, այն ժամանակ բացահայտ տերևում է, բայց կարող է դա միջև Տիրոջ գալուստը լինի։ Մարդիկ կան հենց այդտենց մարդիկ դուրս են թռնում։ Ուղղակի Տերը առիթ է ստեղծում, որ նրանք եկեղեցու մեջ չմնան, մենք պետք է զգուշանանք։ Բայց այնպես չի, որ մարդիկ էլ կան իրոք նախանձավոր են, երևում է։ Անկամ գիտեք ոնց է, շատ ժամանակ անհավատներն են հենց, ոնց որ այս եկեղեցու այդ անտարբերներին ամոթով թողում իրանց գործով։ Մարդիկ կան հենց ատենսներին, որ եկեղեցի են անարգե, հենց մեն նրա համար, որ դրանք խոսել են, անպատվել են, իրանք եկեղեցի չեն գալիս, ում մասին ասում են, որ գիտեն, որ այդպես բան ա եղել, տեղյակ են, ատենսների հետ շփվելուց
մերժում են դրանց հետ անհավատները մերժում են դրանց շփումը, եթե հարց կա, որ կարան մի բանում մի բան անեն, հրաժարվում են, ասում են ձեզ դի չի ասնում, դուք միլազ եք անպատվել, դուք եկեղեցի եք անպատվել, ձեզ դի չի ասնում, այդ մարդիկ մեր աշխին պատվական մարդիկ են, բայց հավատացյալներ կան, որ ցավոք սրտի ոչ թե մենակ չեն տենց վերաբերում, այլ կդնեն մարդիկ էլ կդնեն հետները քաղցր կվերաբերեն, անգամ կդնեն հետները չարախոսեն։ Բայց իրանց կյանքը երկար չէ եկեղեցու մեջ։ Դրանք բոլորը դավանություններ են, վկայություններ են, բայց բացասական, որ մենք այս մարմնից չենք։ Դե որ չես, շուտով Տերը քեզ հենց էդի ոնց կա այդ դավանության համեմատ էլ քեզ այդպես վերաբերմունքի արժանացնելու է։ Մարդիկ կան իրաց հոր թասիբ են պահում, մոր թասիբ են պահում, բարեկամի թասիբ են պահում, ես չգիտեմ ինչ, կամ ուղղակի ընկերուհի են, բայց ոչ Հիսուսի։ Դե տենց է։ Դե գնա քո բարեկամի հետեղի, քո հարևանի հետ էլի ես չգիտեմ, այդ էլի Հիսուսի հետ չես ելնի, եկեղեցու հետ չես ելնի, որտեղ Հիսուսը եկեղեցու հետ մեկ է, մարմին է, գլուխ մարմին։ Եվ մեկ համար էլ կուզեմ կարդամ ձեզ համար ու ավարտեմ Մատթեոս 10:32-ից 33-ը հիշում եք, Տիրոջ խոսքը հստակ է եղել մեզ, ասում է արդ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դավանե, ես էլ նրան կդավանեմ իմ հոր առաջին, որ երկնքումն է։ Եվ շարունակության մեջ նաև 33-ում էլ ասում է Եվ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջին, ես էլ կուրանամ նրան իմ հոր առաջին, որ երկնքումն է։ Ուրեմն դավանել մենք տարբեր իրավիճակներ կարանք թվարկենք, բայց իրավիճակներից մեկը էսի է։ Ոնց ես դու դավանում, որ այո, Աստծուն դա, Քրիստոսին դավանում, որ նրանն ես, նա քոնն է, հենց որ ասեցինք, ինչ որ քոնն է, Տեր իմն է, ինչ որ իմն է, քոնն է, հենց տենց նաև։ Որ եկեղեցու հետ կապված, Տիրոջ ժողովրդի հետ կապված, Տիրոջ հետ կապված, Տիրոջ անունի հետ կապված հարցեր է առաջանում, դու քեզ ոնց ասած դոշ ես տալում, վարված ես, նախանձավոր ես Տիրոջ համար։ Այստեղ որ ասում է քո տան նախանձնձի կերավ, դա նրանից է գալիս, որ Տիրոջ նախանձուն է, դրա համար Տիրոջ տան վրա նախանձավոր է, Տիրոջ հետ կապված։ Բայց այդ անտարբերությունը դավանություն է, բայց վատ, այսինքն դու ցույց ես տալիս, որ ոնց որ ուրանալու դավանություն է, որ ես իր հետ կապ չունեմ։ Ինչ կուզեք արեք Հիսուսին, Հիսուսի եկեղեցուն, կամ ինչ կուզի անի Հիսուսը իր եկեղեցով, ինչ գործերի մեջ է, ծրագրերի մեջ է, ինչ անհանգստությունների, ինչ պայքարների, ես գործ չունեմ, իմ աչքս քաշած եմ։ Իսկ հենց ուրացումն է, այս հենց վկայությունն է, որ ես կապ չունեմ Քրիստոսի հետ, իր ժողովրդի հետ։ Այս խոսքն է կատը, Տերը ասում է, ես էլ իրան կուրանամ։ Սա վստահ եմ ես ասում, հաստատ, որ ոչ թե խտացնելով գույները, որ ձեզ վախեցնեմ։ Սա իրականություն է։ Եթե մեկս այս վիճակի մեջ ենք, զգուշ ելեք։ Իսկ այս վիճակի մեջ մարդիկ կան, բավականին մարդիկ կան։ Անլուրջ, անհոգ, անտարբեր, ոչ մի բանով եկեղեցու հետ կապված կապ չունեցող, ոչ գործ, ոչ ծրագիր, ոչ անհանգստություն, ոչ մի բան։ Մենակ գնալ գալն է։ Այդ դեռ չի շանակում դու անդամ ես։ Ավելի նկատի ունեմ հաղորդ ես։ Գուցե անդամ եղել ես, բայց հիմա հաղորդ չես։ Այդ ճյուղերի նման ասում է, որ Հիսուսի վրա հաստատված են, բայց որ չորանում է, ինչ են անում, կտրում են, գցում են այրվելու։ Զգուշ լինենք, որ չկտրվեն, գցվենք այրվելու։ Աղոթք անենք։